Սա Վեգասի ամենաքննարկվող եւ ամենահայտնի վայրն է։ Սա ամենաշատ տուրիստներ ընդունող խաղատունն է։ Այստեղ կազմակերպվել են բազմաթիվ համաշխարհային աստղերի մենահամերգներ։ Այստեղ է նկարահանվել ուշադրություն ամերիկյան ամենահայտնի կինոկատակերգություններից մեկը՝ Մալչիշնիկ Վեգասի։ Այս խաղատունը հայտնի է նաև նրանով, որ մի շարք համաշխարհային աստղեր հենց այստեղ են գիշերում, երբ այցելում են Լաս Վեգաս, բայց շատ հետաքրքիր է, որ այս ահռելի տարածության մեջ խաղատունն ունի բազմաթիվ գաղտնի մուտքեր, եւ այս համաշխարհային աստղերը, երբ այցելում են խաղատուն, դու երբեք չես կարող նրանց տեսնել։ Նրանց համար հատուկ ընթացակարգ կա, հատուկ արարողակարգ կա, եւ այս մարդիկ երբեք չեն հայտնվում հասարակության ուշադրության կենտրոնում։ Բարի գալուստ Caesars Palace Las Vegas։ Սա մի խաղատուն է, որը հնարավորություն է տալիս ճամփորդելու ժամանակի միջով, հայտնվելու հռոմեական կայսրության շքեղության մեջ, ինքը բան կա այստեղ ցույց տալու, բայց խաղատունը մշտապես լիքն է իր այցելուներով, եւ մի շատ կարեւոր բան նշեմ, որ երբ խաղատներ եմ նկարում, ձեզ մոտ կարող է տպավորություն լինել, որ դրանք դատարկ են, որ այնտեղ մարդիկ չեն այցելում։ Նպատակն այն է, որ ես պարզապես փորձում եմ խուսափել ցույց տալուց այն մարդկանց դեմքերը, ովքեր տվյալ պահին խաղում են, որովհետև եթե իրականում ձեզ ցույց տամ, թե որքան մարդ է այս պահին խաղադրույքներ կատարում այս խաղատանը, դուք ուղղակի չեք կարող հավատալ, որ դա իրական տեսարան է։ Հաղորդման գործընկերն է SpaceG ընկերությունը, որն առաջարկում է ժամանակակից վեբկայքերի պատրաստում եւ սպասարկում։ SpaceG վստահեք փորձառու մասնագետներին։ Լաս Վեգասի լեգենդար խաղատների շարքում առանձնանում է 1966 թվականին հիմնադրված Caesars Palace խաղատուն հյուրանոցը, որի անունն անգամ հուշում է նրա յուրահատկության մասին։ Ինչպես նկատում ենք, խաղատան անվան մեջ ապաթարց չկա, ինչը նշանակում է, որ այն ոչ թե որևէ կոնկրետ կայսեր պալատի վերարտադրությունն է, այլ այստեղ կիրառվել է կայսեր բառի հոգնակի ձևը, ընդգծելու, որ սա պալատ է բոլոր կայսրերի համար։ Մասնավորապես խաղատան հիմնադիր Ջեյ Սարնոն ցանկանում էր ստեղծել մի վայր, որտեղ յուրաքանչյուր այցելու իրեն կզգա ինչպես կայսեր։ Կարելի է ասել, որ Ջեյ Սարնոյի նպատակը լիովին իրականացել է։ Խաղատան հենց մուտքից սկսվում է բացառիկ ճանապարհորդություն դեպի հռոմեական կայսրության ժամանակաշրջան։ Իդեպ խաղատան ստեղծման նախագծի հեղինակ Ջեյ Սարնոն իր ծրագիրը կյանքի է կոչել առանց սեփական ֆինանսական միջոցների։ Ունենալով մեծ գումարներ, նա գտել է ներդրողների։ Մասնավորապես խաղատունը ստեղծվել է Արմիության ֆինանսավորմամբ, իսկ հողատարածքը վարձակալությամբ տվել է Քր Քրքորյանը։ Այսօր հյուրանոցը երկու խոշոր կազմակերպությունների տնօրինության ներքո է։ Այստեղ յուրաքանչյուր դետալ խնամքով մտածված ու ստեղծված է։ Այս շքեղությունը կառուցելու համար օգտագործվել են մեծ մասամբ եվրոպական երկրներից բերված դեկորներ, նյութեր եւ շինարարական հումք։ Հյուրանոցի ներքին հարթակները, աստիճանները եւ բազմաթիվ սյուներ կառուցված են Եվրոպայից ներմուծված իսկական մարմարից։ Առաստաղներն ու պատերը զարդարված են վերածննդի ոճով ստեղծված կտավներով։ Ամենուր հանդիպում են հռոմեական աստվածների ու կայսրերի քանդակների կրկնօրինակները, որոնք ստեղծվել են եվրոպացի քանդակագործների կողմից։ Որոշ սրահներում կան բյուրեղապակե ջահեր, որոնք հիմնականում բերվել են Ֆրանսիայից, անգամ սալիկներն ու դեկորատիվ պատերը ներմուծվել են Հունաստանից ու Իտալիայից։ Այս կայսերական թանգարանի ռեստորաններում ծայրաստիճան բարձրակարգ սպասարկում է, ինչը եւս մեկ անգամ հիշեցնում է այցելուներին, որ իրենք տվյալ պահին այդ վայրում կայսերական դիրքում են։ Տարիների ընթացքում այս հյուրանոցը ընդլայնվել եւ արդիականացվել է։ 2003 թվականին բացվել է Կոլիզեյումը, որը նախատեսված է աստղային շոուների համար։ Սկզբնապես այն բացվել է հատուկ Սելին Դիոնի համար, իսկ հետագայում դարձել է բազմաթիվ աստղերի երաժշտական հանգրվաններից մեկը։ Caesars Palace խաղատունը մշտապես եղել է տեսախցիկների ուշադրության կենտրոնում։ Այստեղ նկարահանվել են հոլիվուդյան մի շարք ֆիլմեր, աշխարհահռչակ երգիչների տեսահոլովակներ, իսկ Կոլիզեյումի բեմում պարբերաբար կազմակերպվում են մեծ մենահամերգներ, մինչև անգամ սպորտային մրցաշարեր։ Այս խաղատանն են նկարահանվել ամերիկյան ամենահայտնի կինոկատակերգություններից մեկի որոշ տեսարաններ։ Մի փոքր պատմեմ այս ֆիլմի մասին։ Բնականաբար այն խաղատան համար ամենամեծ գովազդը կլիներ։ Ուստի խաղատունը թույլ տվեց այնտեղ կատարել որոշակի նկարահանումներ, սակայն ներկայացվեցին մի շարք սահմանափակումներ խուսափելու համար բրենդին վնաս հասցնելուց։ Օրինակ, հյուրանոցը թույլ չտվեց իր լյուքս սենյակը նման խառնաշփոթի մեջ ցույց տալ, հետևաբար ֆիլմարտադրողները ստիպված եղան սենյակը կառուցել ստուդիայում։ Սցենարով նախատեսված էր հյուրանոցային համարում նկարահանել հավ, վագր եւ նույնիսկ կապիկ, ինչը կտրականապես մերժվեց հյուրանոցի կողմից անվտանգության եւ իմիջի պահպանման համար։ Ֆիլմի հերոսները որոշ տեսարաններում խաղում են բլեքջեք եւ
եւ քայլում խաղատան սրահներով։ Այս կադրերը թույլատրվել է նկարահանել միայն հատուկ առանձնացված տարածքում եւ հատուկ ժամերի, երբ այնտեղ չկային խաղացողներ։ Ի վերջո, ցանկացած կադր, որտեղ հյուրանոցի տարածքում կարող էր երևալ հարբած վիճակ, վնասված գույք կամ սկանդալային տեսարան, արգելված էր։ Այդ տեսարանները նկարահանվել են այլ տարածքներում կամ ստուդիայում։ Caesars Palace-ը հայտնի է նաեւ իր բազկաթոռների առեղծվածով։ Ասում են, այս խաղատան բազկաթոռները ոչ միայն խիստ հարմարավետ են, այլև ունեն հատուկ էլեկտրոնային խցիկներ, որոնք վերահսկում են հյուրերի շարժումները, որպեսզի անվտանգության աշխատակիցները կարողանան արագ արձագանքել հնարավոր խնդիրներին ու վտանգներին։ Գուցե սրանք ասեկոսեներ են կամ գուցե բացարձակ ճշմարտություն, որևէ մեկը չի կարող հստակ ասել։ Միակ հայտնի ճշմարտությունն այն է, որ հիմնական վերահսկողությունը կատարվում է Eye in the Sky կոչվող համակարգով տասնյակ տեսախցիկներով, որոնք տեղադրված են առաստաղի։ Ի դեպ, տարիներ ի վեր այս խաղատանը գործում է խաղաքարտերի բաշխման հատուկ տեխնոլոգիա արդարությունը պահպանելու համար։ Ժամանակին հյուրանոցի համբավը տարածվել է նաև լեգենդար երգիչ Ֆրանք Սինատրայի շնորհիվ, ով գրեթե 10 տարի հյուրանոցում հանդես է եկել իր երաժշտական կատարումներով։ Իսկ հիմա ձեզ ցույց կտամ շատ հետաքրքիր այն պատը, որտեղ կգտնեք աշխարհահռչակ այն դեմքերին, ովքեր տարբեր տարիների ելույթ են ունեցել Caesars Palace-ի հայտնի բեմում, Կոլիզեումում։ Ահա թե ինչպիսի աստղեր են այստեղ հյուրընկալվել։ Այստեղ ոչ միայն երաժշտական կատարումներով հանդես եկած աստղերն են, այլև համաշխարհային դեմքեր, որոնք տարբեր տարիների այցելել են խաղատուն։ Իրականում ասեմ, որ այս խաղատունը Վեգասի թերևս ամենաաղմկոտ խաղատունն է։ Այստեղ անդադար աղմուկ է, աշխուժություն։ Թերևս հենց այդ աշխուժության նպատակով էլ խաղատունը միշտ բարձր երաժշտություն է հնչեցնում, մարդիկ գրեթե իրար հետ գոռալով են խոսում, իրար չեն լսում այստեղ։ Երևի թե նպատակը մարդկանց ուշադրությունը միայն ու միայն խաղային ավտոմատների կողմը պահելն է, չեմ կարող ասել, բայց իրականում այստեղ այսպիսի մեծ աղմկոտ տարածություն է։ Այսպիսով կարծում եմ կյանքում գոնե մեկ անգամ արժե այցելել Լաս Վեգաս, տեսնելու եւ վայելելու այս հռոմեական շքեղությունը։ Եթե ձեզ հետաքրքրում է վեգասյան կյանքը, եթե ձեզ հետաքրքրում են Վեգասի խաղատները, ապա առաջարկում եմ բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, քանի որ ես ձեզ պատմելու եմ Վեգասի բոլոր խաղատների մասին։ Ձեզ հետ Մարիանան էր, մնացեք բարյավ։ Ցտեսություն։